Քարտի վրա գումար չկա, բայց վալիդատորը կանաչ լույսով հաստատում է վճարումը։ Մի քանի օր անց նույն քարտի վրա արդեն գումար կա, բայց համակարգը կարմիր լույսով մերժում է։ Թե ինչու է այդպես աշխատում վճարային համակարգը եւ ինչու են քաղաքացիները բողոքում, փորձել ենք պարզել։ Մինչ այդ քաղաքացիների բողոքների մասին։ Իրենց սարքերի պատճառով մեզ են տուգանում, գիտեք քանի անգամ եմ վճարում, չի ընդունում։ Ամերիկա քարտի հետ էր խնդիր, արդեն հոգնեցի զանգերից ու պարզաբանումներից փոխեցի։ Հիմա Նեկոյի քարտի հետ է նույն խնդիրը։ Զանգում ես քաղաքապետարան, հայցում են մեր ներողամտությունը։ Ասեմ ավելին, հարցին էլ վերջնական լուծում չի տրվում։ Նախորդ անգամ ես էլ 3 անգամ վճարեցի, վերջում բանկինգով բացեցի, 3 անգամ 150 դրամ քաշել էր, բայց սարքը ցույց էր տալիս չվճարված։ Վստահ եմ, ավտոբուսում եղած մարդկանց 90%-ը վճարել է, հեչ էլ անսարք չեն ապարատները։ Ես ամեն օր 4-ից 5 տրանսպորտ եմ փոխում եւ մեզ եւս ստուգում են, դեռ չեմ հանդիպել նման դեպքի։ Դե բարև ձեզ, ինչի մարդը պետք է տուգանվի, եթե ձեր թելսել կոչվածը ամեն օր պարտադիր չի անցկացնում, այնինչ կոնկրետ ես գնում եմ ամսական աբոնեմենտ։ Տուգանվեմ, հետո ասեն գնա բողոքարկի, ինչի ես պետք է ընկնեմ այդ վալակիտայի մեջ։ Առաջի հերթին գնացեք ձեր համակարգը վերանայեք եւ սարքի մեջ ապարատներ բերեք դրեք։ Ձեր կարգավիճակում օրեր առաջ ես եմ հայտնվել, ուղղակի մի լավ աղբեր իմ տեղը վճարեց իր քարտով։ Երեկոյան նայում եմ այդ դռացրած քարտից 300 դրամ քաշած ա եղել։ Բա ես հիմա ում եմ տուգանելու։ Հենց այս բողոքներով վերջին շաբաթներին սոցիալական ցանցերում դիմել են բազմաթիվ քաղաքացիներ։ Նրանք պատմում են, որ բանկային քարտով կամ հավելվածով փորձել են վճարել, սակայն վալիդատորը մերժել է վճարումը, իսկ հսկիչի ստուգման ժամանակ պարզվել է, որ ուղևորության համար վճարում չի գրանցվել։ Քաղաքացիների խոսքով խնդիրը միայն տեխնիկական խափանումները չեն։ Նրանք ասում են, հաճախ չեն հասկանում, թե ինչու է համակարգը մերժում վճարումը, ինչ պետք է անել նման իրավիճակում եւ ինչպես խուսափել տուգանքից։ Լիանա Հունանյանի խոսքով նման հարց նախկինում իրենց չէր ուղղվել։ Նա առաջին անգամ հրապարակայնորեն պարզաբանում է, թե ինչու է քարտի վրա գումար չլինելու դեպքում վալիդատորը երբեմն կանաչ ազդանշանով հաստատում վճարումը։ Երբ որ դուք ձեր քարտը բանկային մոտեցնում եք վալիդատորին, վալիդատորը պարզապես ստուգում է ձեր քարտը սև ցուցակում է, թե ոչ։ Եվ եթե ձեր քարտը սև ցուցակում չի, այդ պահին վալիդատորը դեռ չգիտի ձեր քարտի վրա գումար կա, թե չկա։ Եվ ինքը ձեզ բաց է թողնում, ասում է, ստացել ենք ձեր տոմսը։ Երբ որ դուք արդեն անցնում եք, համակարգը նոր դրանից հետո սկսում է գանձման process-ը։ Ըստ Հունանյանի, մեխանիզմը հնարավորություն է տալիս խուսափել հերթերից, իսկ քաղաքացիները գիտեին, որ իրենց քարտն այսպես կոչված սև ցուցակում է հայտնվում։ Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը նշում է, որ մինչև այժմ այդ մեխանիզմի մասին քաղաքացիներին առանձին չեն տեղեկացրել։ Քաղաքացին պետք է իմանա, որ հասարակական տրանսպորտ նստելուց պետք է ունենա տոմսը պետք է լինի օրինակ թելսել հավելվածի մեջ ձեռք բերված տոմսի տեսքով, տրանսպորտային քարտ, որը լիցքավորված կլինի մեջը տոմս կամ բանկային քարտ, որը կունենա վրան գումար։ Քաղաքացին դա պետք է ունենա։ Տեխնիկական նման դետալներ քաղաքացուն ծանրաբեռնելու իմաստ չկա։ Այսինքն, քաղաքացին ոչ միայն տեղեկացված չէ սև ցուցակի գոյության մասին, այլև որևէ ծանուցում չի ստանում, որ իր քարտն այնտեղ է հայտնվել։ Արդյունքում հաջորդ անգամ ավտոբուս նստելիս կարող է արդեն մերժում ստանալ, չհասկանալով պատճառը։ Երբ ուղևորը փորձում է վճարել, բայց չի ստացվում, անկախ պատճառից, եթե հսկիչը նրան մոտենա երթևեկելիս, տուգանելու է։ Ուղևորը ինչպես պետք է պաշտպանի իր իրավունքը, ինչպես իմանա խնդիրը ինչից է, եթե վալիդատորը կարմրելուց ու մերժման ազդանշանը տալուց բացի ոչինչ չի գրում էկրանին։ Իրոք որ տեղեկացված լինելը մարդուն շատ ավելի կօգնի իր հետագա գործունեությունը ճիշտ պլանավորել եւ մենք այդ առումով արդեն իսկ գործողություններ ենք ձեռնարկել մատակարարին նաեւ թելսելին առաջադրանք ենք տվել որ մերժման պատճառը վալիդատորի վրա թե տեքստային հնարավորության դեպքում նաեւ ձայնային երևա այսինքն երբ որ մարդը լսում է այդ մերժման ձայնը կամ տեքստով գրվի անբավարար միջոցներ կամ սև ցուցակ Կատարող կողմից թելսելից նշում են, որ քննարկում են։ Այո, ճիշտ հարց եք բարձրացնում, էկրանի վրա մերժման հիմքերը, պատճառները նշելը մենք փորձում ենք դա կարգավորենք, եթե հնարավորություն լինի, այս պահին չեմ կարող վստահ ասել հնարավորություն կա թե չէ։
Քաղաքացիների հարցերից մեկն էլ վերաբերում է հսկիչների աշխատանքին։ Շատերը կարծում են, թե հսկիչի ձեռքի սարքը ստուգում է քարտի մնացորդը կամ նույնիսկ կարող է գումար գանձել։ Ինչ է անում հսկիչը, երբ մտնում է հասարակական տրանսպորտ։ Սարքը, որը հսկիչի ձեռքում է, դա տրանսպորտում տեղադրված վալիդատորի մեկ այլ տարբերակ է, ձեռքի տարբերակ է։ Ինքը լրիվ նույն գործողություններ է կարողանում անել, ինչ որ վալիդատոր, այսինքն տոմսի վավերականության ստուգում, բայց մի տարբերությամբ, որ ինքը ոչ մի վճարում ինքնուրույն չի ընդունում, ինքը ուղղակի ստուգում է, վճարումը տեղի ունեցել, թե չէ կոնկրետ տրանսպորտային միջոցի շտեմարանի տվյալները ներբեռնելով։ Քաղաքապետարանի տվյալներով մայիսի 23-ից 24 ընկած ժամանակահատվածում հասարակական տրանսպորտում գրանցվել է ավելի քան 14 միլիոն ուղևորություն։ Տուգանվել է 943 ուղևոր։ Դրանցից 451-ն առանց տոմսի երթևեկելու, 471-ը այլ անձի արտոնյալ տոմս գործածելու, իսկ 22-ը անսահմանափակ տոմս ունենալով չվավերացնելու համար։ Քաղաքապետարանում նշում են, եթե ուղևորը համոզված է, որ տուգանքը սխալ է կիրառվել, կարող է բողոքարկել այն։ Եթե պարզվի, որ վճարումը չի գրանցվել տեխնիկական խնդրի պատճառով, տուգանքը կարող է բեկանվել։ Թեև քաղաքապետարանը վստահեցնում է, որ համակարգը հիմնականում գործում է կայուն եւ նման դեպքերը քիչ են ընդհանուր ուղևորափոխադրումների համեմատ, քաղաքացիների դժգոհությունները շարունակում են վերաբերել ոչ միայն առանձին տեխնիկական խնդիրների, այլ նաեւ իրազեկման պակասին։ Իսկ մինչ վալիդատորները սկսեն ցույց տալ մերժման պատճառները, բազմաթիվ ուղևորներ շարունակում են փորձել ինքնուրույն հասկանալ կամ ենթադրել, ինչու է իրենց վճարումը երբեմն ընդունվում, երբեմն մերժվում։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։